Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, իհարկե ի հավելում են ռադիո հաճախականության, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ տեսնել, եւ լսել մեզ, ու միացեք Facebook-յան հարթակին Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում, այստեղ մենք տեսանելի ենք live stream-ի տարբերակով, ի դեպ մեկնաբանություններում, ինչպես միշտ կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ, առհասարակ ձեզ հետաքրքրող որևէ առաջարկ, ես հետևում եմ այս ամենին եւ հետաքրքիրները, արդիականները կընտրեմ ու կուղեմ մեր այսօրվա հյուրին, ներկայացնեմ թե ում հետ ենք զրուցելու, ակնաբուժ, վիրաբուժ Կարինե Գրիգորյան, ողջույն բժշկուհի։ Ողջույն, շնորհակալություն հրավիրելու համար։ Մենք ենք շնորհակալ նախ թեմայի առաջարկի համար, որովհետև շատ վաղուց մենք չենք խոսել կատարակտի մասին, իսկ ես տեղյակ եմ, որ այն բավականին տարածում ունի, չգիտեմ, Հայաստանին է դա բնորոշ, թե ոչ ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհին, բայց մնում է կարևոր եւ մնում է արդիական, հաճախ հանդիպող, այնպես որ հարգելի ունկնդիրներ, եթե դուք լսել եք այս անվանումը կատարակտ եւ ձեզ հետաքրքիր է ինչ հիվանդություն է սա, ինչ զարգացում է ունենում, գանգատները, առաջին նախանշանները, որոնք են լինում, ում դիմել, որտեղից սկսել, ինչ ախտորոշումներ եւ ինչ գործիքային հետազոտություններ են հնարավոր այս հիվանդության դեպքում եւ իհարկե ինչ բուժումներ ու վիրահատական եղանակներ են առաջարկում։ Ահա մեր հարգելի ակնաբուժ վիրաբուժները, ապա մնացեք մեզ հետ եւ այս բոլոր հարցերի պատասխանները մենք կփորձենք ստանալ։ Եվ այսպես, կատարակտ այն աչքի տեսողության խնդիր է, ըստ էության մի սահմանում որևէ բնութագիր սկզբում տանք։ Ինչ է կատարակտը։ Կատարակտը դա աչքի բնական թափանցիկ թաղանթի պղտորումն է, կներեք, ոսմյակի պղտորումն է, որը խոչընդոտում է լույսի ազատ անցմանը դեպի աչքի տեսնող թաղանթ, ցանցաթաղանթ։ Այսինքն այն անանցանելի է դառնում, հա, ըստ էության։ Դժվարանում է, այո, անցումը, այո, թափանցելիությունը կորցնում է, տեսողությունը դառնում է մշուշոտ, պղտոր, կատարակտով պացիենտը տեսնում է աշխարհը ինչպես մառախլապատ ապակու ետևից։ Իսկ այստեղ մենք մթության մասին խոսում ենք, թե միայն մառախլապատ։ Գերհասուն կատարակտի ժամանակ, հասուն եւ գերհասուն կատարակտի ժամանակ, այո, առաջանում է կուրություն, այսինքն պացիենտը կարող է կորցնել ամբողջությամբ տեսողությունը։ Մի այսպիսի հարց, հենց կատարակտ բառը ինչ է նշանակում, որտեղից է այն ծագել։ Կատարակտը ունի հունական ծագում է, դա սև ջուր են ժողովուրդը ասում, գորշ ջուր, այո, գորշ ջուր։ Բառացի նկարագրում է փաստորեն հենց այն խնդիրը, որ մարդն ունենում է։ Հասկանանք նաև, որ տարիքից է հաճախ սկսվում այս հիվանդությունը, հաստատ ձեր փորձառությունը կհուշի սա։ Շատ լավ հարց է Լուսի ջան, հիմնականում կատարակտը զարգանում է մեծահասակների մոտ։ Տարեց մարդկանց մոտ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ այն հանդիպում է 75% դեպքերում։ 75 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը հասնում է մինչև 90%։ Կատարակտը զարգանում է աստիճանաբար, անգամ սկզբնական փուլում այն կարող է տեսողության վրա չանդրադառնալ, սակայն աստիճանաբար զարգանալով կարող է բերել ակնհայտ տեսողության անկման, որը բուժումը միայն էֆեկտիվ եւ ապահով բուժումը դա մնում է վիրահատությունը։ Իսկ այ դուք նշեցիք, որ դանդաղ է զարգանում եւ փաստորեն մարդը կարող է ասենց աննկատ գնալով վատացող կամ առախլապատ տեսողություն ունենալ եւ նույնիսկ գլխի չընկնել։ Կարող ենք հիմա այն նախանշանները, այսինքն ոչ թե հենց բուն վատացող տեսողությունը, այլ փոքրիկ ազդանշանները թվարկել, որից մարդիկ պետք է զգուշանան, ուշադիր լինեն եւ չմտածեն, որ այսօր հոգնած են աչքերս, դրա համար լավ չեմ տեսնում։ Տեսողությունը դառնում է մշուշոտ, կորցնում է հստակությունը, գույները ոչ հստակ են դառնում, դժվարանում է կարդալը, մեքենա վարելը հատկապես գիշերը,
լույսի աղբյուրի շուրջը առաջանում են լուսապսակներ։ Մոտ աշխատանք կատարելիս անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ վառ լույսի անհրաժեշտություն է առաջանում։ Նաև մեկ աչյա տեսողության ժամանակ առարկաները կրկնապատկում են, երկտեսություն է առաջանում։ Նաև Եվ պետք է մարդիկ ուշադիր լինեն սրանց առաջին իսկ նշանների դեպքում։ Մեկ էլ կներեք Լուսի ջան, ավելացնեմ, որ հաճախակի այդ մարդիկ ում տեսողությունը վատանում է, իրանք թվում է, որ պատճառը ակնոցում է կամ կոնտակտային լինզայի մեջ է եւ իրանք հաճախակի փոխում են ակնոցներ մտածելով կամ կոնտակտային լինզաները, որ դա կօգնի, սակայն պատճառը ոսմյակի պղտորումն է։ Դուք նշեցիք, որ շփոթում են վատ տեսնելու, կարճատեսության կամ հեռատեսության հետ, իսկ սա նշանակում է արդյոք, որ կատարակտ ունեցող մարդկանց մեծ մասը կրում է կոնտակտային լինզաներ եւ արդեն իսկ տեսողության որոշ խնդիրներ ունի։ Այո, իրանք ունենում են, օրինակ կարճատեսների մոտ էլ կարող է զարգանալ կամ հեռատեսների մոտ էլ կատարակտ կարող է զարգանալ, սակայն իրանց թվում է, որ ոչ թե խնդիրը կատարակտում է, այլ հենց իրենց կարճատեսության, հեռատեսության կամ ասթիգմատիզմի մեջ է, ու սկսում են ակնոցները հաճախակի փոխել, սակայն դա լուծում չէ։ Հատկապես ասթիգմատիզմի հետ չէ, կարող է շփոթեն այնտեղի գանգատները մի փոքր այդ երկտեսությունը կամ ֆոկուսի կորցնելը եւ այլն կարող է նման լինել։ Իսկ այստեղ սեռային գործոն ունենք, օրինակ ավելի շատ տղամարդկանց, թե կանանց մոտ է։ Երկու սեռի մոդելը նույնությամբ զարգանում է։ Ուղղակի ես ասեմ պատճառները կատարակտի, ըստ դրա արդեն կարողանանք հասկանալ նաև միգուցե հաճախակի ավելի ու մոտ է լինում։ Ես ինչպես նշեցի, տարեցների մոտ ձեռքբերովի կատարակտի պատճառը հենց տարեցների մոտ է, հիմնականում 90% դեպքերում, ինչ է տեղի ունենում, տարիների ընթացքում ոսմյակի մեջ պարունակող սպիտակուցը եւ մանրաթելերը քայքայվում են, կուտակվում են եւ պղտորություն են առաջացնում, Սակայն պատճառներից կարող է լինել նաեւ բնածին կատարակտը, երբ նորածինը ծնվում է կամ վաղ մանկական հասակում առաջանում է ոսմյակի պղտորում, որի պատճառը կարող է լինել ժառանգական գենետիկ շեղումները կամ մայրիկի հղիության ընթացքում ինֆեկցիոն հիվանդություններ հիվանդանալը, օրինակ կարմրախտը, նաև պատճառներից կարող են լինել վնասվածքները, հարվածը, այրվածքները կամ այլ վնասվածքներ կարող են նույնպես բերել կատարակտի զարգացմանը հենց անմիջապես վնասվածքից հետո կամ տարիներ հետո։ Նաև պատճառներ կարող են լինել ուղեկցող հիվանդություններ, օրինակ շաքարային դիաբետը նույնպես արագացնում է կատարակտի զարգացումը, կամ աչքի բորբոքային հիվանդությունները, օրինակ ուվեիտները, նույնպես պատճառ են հանդիսանում կատարակտի զարգացմանը, եւ երկարատև դեղորայք օգտագործելը, օրինակ կորտիկոստերոիդների օգտագործումը նույնպես արագացնում է կատարակտի զարգացումը։ Հասան դուք համագործակցում եք շատ այլ պրոֆիլի նեղմասնագիտացման բժիշկների հետ վարելու համար այդ բուժառուներին։ Նաև ավելացնեմ, որ կենսակերպը, օրինակ ալկոհոլի կամ ծխախոտի չարաշահումը նույնպես արագացնում է կատարակտի զարգացումը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո երկարատև աշխատելը կամ մնալը առանց պաշտպանիչ ակնոցների նույնպես բերում է կատարակտի զարգացմանը։ Մենք հարց ունենք թերևս ժառանգականությանը վերաբերող, եթե ծնողներից մեկն ունի կատարակտ, արդյոք պարտադիր է, որ զավակները ունենան։ Պարտադիր չէ, բայց հավանականությունը մեծանում է, եթե դա ժառանգական բնածին կատարակտի մասին է խոսքը, նաև ասեմ ձեզ, եթե հայտնաբերվում է երեխայի մոտ ոսմյակի պղտորում, կատարակտ, եւ դա նվազեցնում է տեսողությունը, ապա անմիջապես պետք է հեռացնել այդ պղտորումը, այդ կատարակտը, որպեսզի աչքը ճիշտ զարգանա։ Մի հարցել կատարակտի
ծագման վերաբերյալ արդյոք կարճատեսությունը, հեռատեսությունը կամ աստիգմատիզմը գնալով խորացող կարող են բերել կատարակտի այստեղ կապված թե ոչ, չի կարող, դա այլ խնդիր է։ Բայց զուգակցվել կարող։ Զուգակցվել, այո, իհարկե։ Նախանշանները, գանգատները լրիվ հասկանալի են։ Հիմա հասկանանք մարդը, ով նկատում է իր մոտահայս խնդիրները, ում դիմի, որտեղից սկսի։ Կատարակտի ախտորոշումը դնում է ակնաբուժը։ Պետք է դիմի ակնաբուժի, որի ակնաբուժը կանցկացնի մի շարք հետազոտություններ, պացիենտը երբ դիմում է, կատարվում է աչքի սրության ստուգում, որոշում, որը կոչվում է վիզիոմետրիա, այնուհետև կատարվում է աչքի ներակնային ճնշման չափում, տոնոմետրիա է դա կոչվում, եւ հետո կատարվում է բբի լայնացում կաթիլի միջոցով, դա կոչվում է ցիկլոպլեգիա։ Տհաճ գործողությունը, որի պատճառով շատերը չեն դիմում ակնաբուժի։ Այո, շատերն են բողոքում, բայց անհրաժեշտ է ճիշտ ախտորոշման համար, հա։ Եվ այնուհետև կատարվում է ճեղքային լամպի միջոցով հետազոտություն աչքի, դա կոչվում է բիոմիկրոսկոպիա, եւ անգամ ամենանշան պղտորումը ոսմյանքի կարելի է այդ հետազոտության ժամանակ նկատել։ Այնուհետև կատարվում է աչքի օֆթալմոսկոպիա, աչքի հետին հատվածի հետազոտություն, որպեսզի նկատել կամ ախտորոշել աչքի հետին հատվածի խնդիրները, որոնք կապակցված են կամ արդյունքն են կատարակտի։ Չէ, արդյունքը չեն կարող լինել, սակայն կարող են լինել նաև տեսողության նվազման պատճառ։ Այ դուք մի շարք հետազոտություններ նշեցիք, գործիքային են, չէ՞, նրանք բոլորը, ոչ լաբորատոր։ Այո։ Եվ դրանք բավականին շատ են, մարդիկ սովորաբար չեն սիրում այդքան շատ հետազոտություններ անցնել։ Չկա մեկ ընդհանուր մի բան, որը դուրս կպարզորոշի կատարակտը եւ բուժարում այս ամեն ինչ, ինչով չի անցնում։ Այդ բոլորը օգնում են բժշկին գնահատել ռիսկերը եւ վիրահատությունից հետո ինչպիսի արդյունք կարելի է սպասել։ Անհրաժեշտ են, բայց ասեմ ձեզ, որ այս հետազոտությունը մաքսիմալ 40 րոպե է տևում մաքսիմում եւ յուրաքանչյուրը թե Չէ, ամբողջական հետազոտության մասին է խոսքը։ Բոլորը 40 րոպեի մասին է խոսքը, որ ճիշտ պատկերացնեն հիմա բուժառուները։ Իսկ էլի շատ կհետաքրքրի անզգայացում, ցավազրկում արվում է այս ամենի համար, ցավոտ են առհասարակ թե ոչ։ Այս հետազոտությունները ընդհանրապես ցավոտ չեն, ցավազրկման կարիք չկա, որովհետև անգամ հիմա ճնշման չափումը կատարվում է օդի միջոցով եւ աչքին ոչինչ չի դիպչում։ Նախկինում այո, կային չափման ձևեր, որոնք պահանջում էին ցավազրկում, բայց հիմա ներկայումս արդեն կարիք չկա ոչ։ Այդ աչքի ճնշումը ասված է, բավականին վերջերս սկսել է քննարկվել, ինչի համար է պետք այդ աչքի ճնշումը ստուգելը, ինչ է այն առհասարակ, ինչ դեր ու նշանակություն ունի։ Տեսեք, աչքի ճնշումը լինում է գլաուկոմա հիվանդության ժամանակ, որը որ գիտեք, նյարդի վնասման է բերում եւ դա արդեն անդարձելի վնասում է, դրա համար շատ կարեւոր է, որ հայտնաբերենք այդ ճնշման չափման միջոցով դա գլաուկոմայի ախտանիշներից մեկն է, բայց պետք է ուշադիր լինենք, հատկապես երբ բիբ ենք լայնացնում, փականկյուն գլաուկոմայի ժամանակ այն կարող է կտրուկ բարձրանա եւ ցավային նոպա առաջացնել։ Բացի դրանից, եթե ունենք կատարակտ եւ այդ կատարակտը գերհասուն է կամ հասուն է, դա էլ է բերում երկրորդային գլաուկոմայի եւ նույնպես մեզ արդեն կա խանգարի հետագա բիբ լայնացնելուն, հա, բարդություններից խուսափելու համար։ Քանի հետազոտություններից խոսում ենք, անպայման անդրադառնանք նաև այդ չարաբաստիկ բիբ լայնացնելուն, ինչի համար է դա արվում եւ ինչու առանց դրա հնարավոր չէ։ Որովհետեւ երբ բիբը նեղ է, մենք չենք տեսնում աչքի հետին հատվածում գտնվող
միջավայրերը աչքի եւ մեզ անհրաժեշտ է լայնացնել, որպեսզի լիարժեք խորը հետազոտենք եւ ճիշտ ախտորոշում դնենք։ Փաստորեն դուք ճանապարհ եք ուղղակի բացում տեսողական դաշտ ստեղծելու համար։ Իդեպ այս շատ են ասում տհաճ է դա, ահավոր է, կարող է կոնկրետ նկարագրել նորմայի մեջ ինչ տհաճություն է մտնում, եթե ոչ մի այլ խնդիր չկա, ինչ սպասել։ Լույսի ճառագայթները ավելի շատ են ներթափանցում դեպի աչք եւ բնականաբար դա տհաճ է, բայց ասեմ ձեզ կատարակտ ունեցող անձնավորությունները, ում մոտ լինում է կատարակտ, իրանք այդքան չեն կանգատվում այդ հետազոտությունից, որտեվ արդեն ոսմյակը պղտոր է եւ լույսը այդ պղտորված ոսմյակը խոչընդոտում է լույսի ածմանը դեպի ցանցաթաղանթ եւ այդքան տհաճություն արդեն իսկ թափանցելիության խնդիր այնտեղ կա եւ բիբը լայնացնելուց հետո որքան ժամանակ է պահանջվում հետ գալ նորմալ վիճակի։ Գիտեք, տարբեր դեղորայք ենք օգտագործում, օրինակ ունենք դեղորայք, որոնց ազդեցությունը 5 ժամ է, այսինքն 5 ժամ հետո նեղանում է բիբը, սակայն կան նաև դեղորայք, որ 24 ժամ, այսինքն 1 սուտկա հետևում բիբի նեղացումը, սակայն նաև ասեմ, որ դա յուրաքանչյուր օրգանիզմից է կախված, մեկի մոտ դա ավելի արագ է տեղի ունենում, մյուսի մոտ ավելի դանդաղ։ Բայց 1 օր մինիմում մենք պետք է նկատի ունենանք։ Հա, բայց հիմնականում մոտիկի տեսողությունն է վատանում, ու մեկ էլ տհաճ է, երբ ասեցի, որ լույսը շատ է ներթափանցում դեպի մի հարցել ունենք, այսքան հետազոտություններից խոսեցինք, արդյոք սրանց արժեքները հասանելի են եւ տեղավորվում են ինչ որ ոչ աստղաբաշխական գների մեջ։ Այո, կարծում եմ մենք ունենք նաեւ շատ պետպատվերների պացիենտներ, ովքեր պետությունն է հոգում այդ վիրահատության ծախսերը ոսմյակի հետ միասին, նաև կախված է արժեքը վիրահատության, թե ինչպիսի ոսմյակ է տեղադրվում աչքի մեջ։ Թե դեռ հետազոտության մասին է խոսքը։ Հետազոտությունը, կներեք, հետազոտությունը այո, կարծում եմ, որ յուրաքանչյուրը իրեն կարող է թույլ տալ գալ եւ հետազոտվել։ Ճիշտ հետազոտության համար պետպատվեր չի գործում, բայց հասանելի է։ Բայց հասանելի է, այո։ Այո, եւ անցնենք արդեն ախտորոշումից հետո ինչ է կատարվում, փաստորեն այս բոլորի արդյունքում դուք կարողանում եք հստակ սահմանել, որ կա կատարակտ, մենք գործ ունենք դրա հետ։ Եվ ինչ փուլայնություն ունի եւ ինչ տարբերակներ են առաջարկվում։ Տեսեք, կատարակտի վիրահատություն, ինչպես նախկինում ասեցի, կատարակտի միակ էֆեկտիվ եւ ապահով բուժումը դա վիրահատությունն է։ Վիրահատությունը ամենատարածվածն է աշխարհում, որպես շատ կատարվող եւ ապահով ոսկե ստանդարտ։ Այո, վիրահատություն։ Հիմա կոչվում է կատարակտի վիրահատությունը կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա։ Այն կատարվում է տեղային անցկացմամբ, կաթիլի միջոցով է անցկացումը կատարվում եւ ինչպես անվանումից հասկանալի է, ուլտրաձայնի միջոցով պղտոր ոսմյակը տրոհվում է, վերածվում է էմուլսիայի, հեռացվում է եւ տեղում նույն դիրքում տեղադրվում է արհեստական թափանցիկ ոսմյակը։ Տևողություն է վիրահատության 10-ից 20 րոպե է։ Անմիջապես վիրահատությունից հետո բուժառուն գնում է տուն, կաթիլները կաթացնում, վերականգնման շրջանը մոտ 1 շաբաթ է, սակայն հաջորդ օրը արդեն նկատում է պացիենտը լավացում տեսողության։ Այսինքն վիրակապերով չի մնում բուժառուն եւ արդեն իսկ կարող է տեսնել ու վիզուալի մեջ տարբերություններ նկատել։ Դուք նշեցիք ցավազրկում, արդյոք սա երկար է պահպանում իր էֆեկտը, քանի ժամից է անցնում եւ զգայունությունը հետ գալիս, սա սովորաբար շատ է հետաքրքրում մարդկանց։ Տեսեք, վիրահատության ընթացքում ապահովում է անզգայացումը, ինչպես նշեցի 10-ից 20 րոպե հետևում եւ դա բավարար է։ Գերզգայուն մարդկանց համար մի քանի անգամ ենք կաթիլը կաթեցնում եւ չեմ կարծում, որ դա պացիենտի համար դիսկոմֆորտ է առաջացնում վիրահատությունը, ընթացքը, իսկ հետվիրահատական շրջանում նշանակում են դեղորայք եւ գրեթե համար են, ինչ դեր ունեն, որպեսզի պրոֆիլակտիկ նպատակով, որպեսզի հետվիրահատական շրջանում չունենանք բարդություններ, օրինակ ինչպիսին ինֆեկցիաներն են,
Նաև հակաբորբոքային կաթիլներ են նշանակվում։ Դրանք նույն հակաբիոտիկներն են, թե ուրիշ եւ անտիբիոտիկներ են նշանակվում եւ ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ, դա արվում է որպեսզի հետվիրատական շրջանում չունենանք բարդություններ։ Եվ 10 օր, 1 շաբաթ վերականգնումը։ Այո, հիմնականում 1 շաբաթում տեսողության լավացումը արդեն վերջնական լինում է։ Նկատում են պացիենտները։ Բժիշկ, դուք նշեցիք, որ թափանցիկ արհեստական ոսպնյակներ են տեղադրվում, դրանք տրանսպլանտացիա են, թե իմպլանտացիա են, կարող եք նկարագրել ինչ ոսպնյակներ են։ Արհեստական ոսպնյակներ են, որոնք տեղադրվում են աչքի մեջ, դա կոչվում է, այո, իմպլանտացիա է կոչվում։ Այսքան։ Իսկ եթե չսերտաճեն, բարդություններ տան։ Չէ, այդպիսի խնդիրներ, այնպիսի նյութից են իրանք այդ ոսպնյակները, որ բոլորի մոտ ընդունվում են օրգանիզմի կողմից եւ չի լինում այդպիսի դեպքեր, որ չընդունի օրգանիզմը։ Նոր հասկացա, որ նույնիսկ ատամի իմպլանտացիան շրջան է անցնում, տեսնենք ոսկորը կսերտաճի, թե ոչ եւ այլն, փաստորեն սա նույնիսկ ավելի հեշտ է եւ ավելի պարզ տարբերակ է։ Մի հարց ունենք կատարակտի զարգացման վերաբերյալ, արդյոք հատկապես կանանց մոտ հորմոնալ խնդիրները կարող են արագացնել կամ պատճառ հանդիսանալ, այնպիսիք ինչպիսիք են մենստրուալ ցիկլի խաթարումը, նախամենոպաուզային եւ մենոպաուզային շրջանները։ Սովորաբար այս ընթացքում ինչ կա չկա, սրվում եւ վատանում է։ Դե այո, հնարավոր է ուղղակի արագացնեն ավելի, բայց ոչ բոլորի մոտ, կախված նրանից, թե ինչքանով է արտահայտված այդ հորմոնալ խանգարումը, բայց այդքան շատ տարածված չէ։ Կային է, իսկ դուք գոհ եք առհասարակ Հայաստանում դիմելիությունից կամ այստեղ վաղ ախտորոշումը, շուտ դիմելը ընդհանրապես նշանակությունն են, թե ոչ։ Գիտեք, վերջին տարիներին նկատում եմ, որ մարդիկ դարձել են ավելի հետևողական իրենց առողջության նկատմամբ, բայց լինում են դեպքեր ուշացած, երբ չեն դիմում ակնաբուժին եւ այո, բարդանում է արդեն հիվանդությունը եւ դա անդրադառնում է նաեւ վիրահատության ընթացքի վրա։ Նախկինում օրինակ կատարակտի կոչվում էր վիրահատությունը կատարակտի էքստրակապսուլար էքստրակցիա, երբ որ ամբողջական էր ոսպնյակը հեռացվում, չէր տրոհվում ուլտրաձայնով եւ այդ վիրահատության ժամանակ կատարվում էր մեծ կտրվածք, որից հետո դրվում էին կարեր, 3 ամիս հետո այդ կարերը հեռացվում էին, այսինքն եւ ավելի տրավմատիկ էր վիրահատությունը եւ վերականգնման շրջանը ավելի երկար էր։ Իսկ արդյունավետությունը տուժում էր դրանից։ Արդյունավետությունը միգուցե չէր տուժում, բայց բարդությունների քանակը միգուցե ավելի շատ էին եւ այդ ժամանակ հիմնականում վիրահատում են, երբ արդեն կարծրանում էր ոսպնյակը պղտոր, որպեսզի այդ վիրահատությունը ավելի հեշտ կատարվեր, սակայն հիմա այս նոր տեխնոլոգիաների զարգացման հետ միասին արդեն կարիք չկա սպասելու վաղ շրջանում, երբ պացիենտը նկատում է, որ ոսպնյակի պղտորումը ազդում է իր կյանքի որակի վրա, արդեն կարող է դիմել ակնաբուժին եւ այդ հարցը լուծվի։ Իսկ մի հարց, կատարակտը պարտադիր զարգացող, խորացող հիվանդություն է, հնարավոր է, որ այն ոնց սկսվել է, այդպես մնա տարիներ շարունակ եւ վերջ։ Ինքը զարգացող է, ուղղակի կախված պացիենտի օրգանիզմից, միգուցե ավելի դանդաղ զարգանա մեկի մոտ, մյուսի մոտ ավելի արագ, բայց սա կանխագուշակել հնարավոր չէ։ Այո։ Եվ փաստորեն, եթե կանխագուշակել հնարավոր չէ, ապա որքան արագ դիմեն, այնքան թեթև կընթանա վիրահատությունը, դրական կողմն է ուսումնասիրել։ Այո, իհարկե, վիրահատությունը ավելի հեշտ է ընթանում, հետվիրահատական շրջանը ավելի հարթ է անցնում եւ ավելի արագ, պետք չէ սպասել, որ կատարակտը զարգանա եւ բարդանա։ Վիրահատությունից հետո կրկնվելու վախ եւ տագնապ բոլորն են ունենում, իսկ ինչ եթե ես այսքան այս բոլոր գործողություններն անեմ եւ մի տարի հետո նորից նույն գործընթացը սկսվի։ Շատ են այդ հարցը տալիս, բայց կարող եմ ուրախացնել, որ կատարակտը ամբողջությամբ այդ պղտորված ոսպնյակը հեռացնելուց հետո ինքը չի կրկնվում, բայց կա հասկացողություն երկրորդային կատարակտ, որը կապ չունի սկզբի հետ եւ վիրահատության հետ, հա։ Հիմա կբացատրեմ, երբ
ոսպնյակը հեռացվում է, իր հետին պատիճը, թաղանթը թողնում է, որպեսզի արհեստական ոսպնյակը տեղադրեն մեջը։ Ամիսներ կամ տարիներ հետո հնարավոր է այդ հետին թաղանթի պղտորում, որը կարող է նվազեցնել նորից տեսողությունը, սակայն դա շատ հեշտ լուծվում է, կապսուլոտոմիա է կոչվում, լազերի միջոցով հեռացվում է այդ պղտորված թաղանթը եւ տեսողությունը անմիջապես վերականգնվում է։ Մի կարևոր հարց եւս հասցնեմ ուղղել, մենք շատ ենք համեմատվում զարգացած երկրների, այնտեղի տեխնոլոգիայի սարքերի հետ։ Այսօր Հայաստանն ըստ ձեր փորձառության, քանզի դուք արդեն 2 տասնյակից տարուց ավել ոլորտում եք, կարող է ոտք գցել զարգացած երկրների հետ, ըստ բժիշկների վերապատրաստման, ըստ սարքերի ներմուծման եւ այլն։ Ես վստահ կարող եմ ասել, այո, մենք ունենք շատ լավ մասնագետներ, որոնք չեն զիջում արտասահմանի մասնագետներին եւ ասեմ ձեզ շատ բուժառուներ մեզ դիմում են հենց արտերկրից, Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից, նրանք վստահում են մեզ եւ մենք էլ ապահովում ենք շատ լավ արդյունքներ։ Բժշկական туриզմը այս ոլորտում էլ, հա, ոնց որ սկսում է իրականություն դառնալ, մենք այդպիսի ֆենոմեն ունենք պլաստիկ վիրաբուժության կամ ստոմատոլոգիայում, որովհետեւ գինվորակ հարաբերակցությունը շատ լավն է։ Ինչ կասեք ակնաբուժության մեջ գինվորակ հարաբերության մասին։ Նույնը մեզ մոտ է եւ դիմում են որակի համար եւ նաեւ ինչու ոչ միգուցե եւ գնի համար, բայց դիմորդներ շատ են։ Ես իմ կողմից կավելացնեի նաեւ բուժ ծառայության, բուժ սպասարկման որակի համար բժշկի կողմից ուշադրության, հասանելիության, բարեհամբույր լինելու մեր երկրում այս բնութագրերը շատ լավն են։ Այո։ Ես պնդում եմ, որ դրանք լավն են, ցանկացած վիրաբույժ հետո հետևողական է լինում, նույնիսկ ես գիտեմ, որ դուք եք զանգում եւ հետաքրքրվում, հետվիրահատական շրջանն ինչպես է ընթանում, ինչը ես կասեի, որ ոչ շատ երկրներում է նկատելի եւ մի հարց էլ ունենք լսարանի կողմից հասցնեմ հնչեցնել, նշեցիք, որ տեսողության այլ խնդիրների հետ զուգակցվում է կատարակտը երբեմն, իսկ հնարավոր է վիրահատելիս կատարակտի վիրահատության ընթացքում կատարել 1-2 այլ վիրահատություններ, օրինակ այլ լազերային կորեկցիա եւ այլն եւ այդ մի տրավմատիկ վիճակով անել ամեն ինչ։ Լազերային կորեկցիայի անհրաժեշտություն չկա, քանի որ անգամ բարձր կարճատեսը կամ հեռատեսը կամ ասիգմատիզմ ունեցողը վիրահատվելով հատուկ հաշվարկ է կատարվում եւ տեղադրվում է այնպիսի ոսպնյակ, որը շտկում է այդ խնդիրները եւս։ Օրինակ վերջերս վիրահատեցի մի կնոջ, ով ուներ -20 կարճատեսություն եւ պլյուս կատարակտ։ Այո, եւ ուներ սկսվող կատարակտ եւ պացիենտը հիմա ունի շատ բարձր տեսողություն ու շատ գոհ է։ Համարյա կատարյալ վիճակի է հասցրել տեսողությունը։ Այո։ Իսկ ինչ տարիքի էր, այ հետաքրքիր է տարիքային հատվածը։ Պացիենտկան 55 տարեկանի մոտ էր, արդեն նոր կատարակտ էր զարգացել էր եւ ինքն էլ ամբողջ կյանք վատ էր տեսել, ել չուզեց հետաձգել եւ կատարակտի վիրահատության միջոցով ինքը ապահովեց բարձր տեսողություն, որը երբևիցե չէր ունեցել երիտասարդ տարիքում։ Եվ չէր պատկերացրել, որ կարելի է այդքան լավ տեսնել, սա իսկապես մենք մինչեւ եթերը զրուցում էինք, որ նման վիրահատությունները կյանքը բաժանում են առաջի եւ հետոյի, երբ կարծես դու նորից ամեն ինչ նորովի սկսում ես տեսնել ու նույնիսկ զարմանում ես, թե ինչեր դու չէիր տեսնում, սա արդեն որպես կարճատես մարդ եմ հարցնում։ Իդեպ, եթե -20-ը քննարկեցինք, որ դիոպտրիայից սկսած է սովորաբար ցուցված, ահա, այս տեսողության լազերային շտկումը։ Նո, սա կատարակտի վիրահատության մասին էր խոսքը, -20, բայց լազերային կորեկցիան կատարվում է մինչև -8 դիոպտրիա կարճատեսության դեպքում մինչև թե այդտեղից սկսած։ Չէ, մինչև -8, մինչև -8 դիոպտրիա։ Իսկ դրանից հետո ինչ է արվում։ Արդեն ուրիշ վիրահատություններ են առաջարկում, օրինակ ֆակիկ լինզայի իմպլանտացիա կամ հենց ոսպնյակի փոխարինում արհեստական ոսպնյակով, տարբերակները շատ են։ Իսկ որ դիոպտրիայից սկսած մինչև -8, ասենք -1-ը կարող է վիրահատություն։ Այո, իհարկե, անգամ -0.5-ը, որը կարող է նվազեցնել տեսողությունը եւ ունենում ենք բուժառուներ, ով նկատում է
եւ նեղվում է այդ վատ տեսողությունից, իրանք են հենց մեզ համոզում, որ վիրահատեք, ես ուզում եմ ավելի որակապես լավ տեսողություն ունենալ։ Բայց արժե այդ փոքր տեսողության համար։ Եթե պացիենտի կյանքի որակի վրա ազդում է, այո։ Հա, ինչու ոչ։ Այո։ Շատ շնորհակալություն։ Մենք զրուցում էինք ակնաբուժ, վիրաբույժ Կարինե Գրիգորյանի հետ կատարակտի եւ դրա հետ կապված տարբեր հարցերի շուրջ։ Հետաքրքիր է, շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։